Հայաստանում հայտնաբերվել են միջատների նոր տեսակներ, ուսումնասիրություններն իրականացվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի, մասնավորապես Ուրցաձորի տարածքում և Գորլավանի ավազոտների ազգային արգելավայրում, բացահայտվել են հիմնականում գիշերային տեսակի նոր թիթեռներ։ Միջատների հայտնաբերումը վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու արտասահմանցի գիտնականների խմբի ավելի քան 1 տարի տևած դաշտային և լաբորատոր աշխատանքի արդյունք է։ Ուսումնասիրությունները միջազգային գործընկերների հետ ցույց տվեցին, որ տարածքում դեռևս չուսումնասիրված շուրջ 80 միջատներ են գրանցվել, որոնցից 43-ը առաջին անգամ Հայաստանի համար և 1-ը անգամ նոր է եղել եվրոպական տարածաշրջանի համար։ Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող այս միջատները կենսաբազմազանության պահպանման հարցում մեծ դերակատարում ունեն և էկոհամակարգի կայունության կարևոր ցուցիչ են։ Օրինակ, մշակաբույսերի հիմնական մասի փոշոտումը տեղի է ունենում միջատների օգնությամբ։ Միջատներից մեկը, որ շատ գեղեցիկ թիթեռ է, մենք անվանեցինք Ջոն Բըրթոնի անունով, ով որ նաև հիմնադիրն էր մեր պահպանվող տարածքի, ազգությամբ անգլիացի, բայց բավականին մեծ գործեր արել Հայաստանի համար։ Գերմանիայի, Լեհաստանի, Սկանդինավյան և այլ երկրների միջատաբանների հայտնաբերած միջատների մասին մանրամասները տեղ են գտել միջազգային գիտական հոդվածներում և ամսագրերում։ Խոսրովին հարող տարածքը շատ մեծ ուշադրություն է գրավում նաև միջազգային էքսպերտների և գիտնականների համար։ Նոր բացահայտումները ոչ միայն կարևոր են գիտական հանրության համար, նաև ունեն բնապահպանական նշանակություն։ Հետազոտության մեջ ընդգծվում է այդ տարածաշրջանների էկոլոգիական կարևորությունը որպես կենսական նշանակության բնակավայրեր։ Հայաստանը որպես իր փոքր տարածքով շատ ունիկալ է այն իմաստով, որ խտությամբ կարևորվում է, որովհետև նման խտություն այլուր չկա, ուրիշ տեղ չկա ուղղակի, եւ նաեւ մեր տարածաշրջանում չկա, այնպես որ ամեն մի նոր տեսակի բացահայտումը եւս մի անգամ փաստում է, որ Հայաստանը շատ ուրույն դեր եւ նշանակություն ունի ընդհանուր կենսաբազմազանության համար։ Ըստ Ռուբեն Խաչատրյանի նոր բացահայտումները ուշադրություն են հրավիրում նաև այս տարածքներում բնապահպանական սպառնալիքների վրա, ինչպիսիք են գերարածեցումը եւ ռեսուրսների արդյունահանումը, որոնք կարող են վտանգել այդ փխրուն էկոհամակարգերը։ Ուրեմն Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։